Դատական ինստիտուտարան բացված, դատարանը շարունակում է գազում թեմության ենթարկել ՀԲ-07-85-25 քրեական գործը ըստ ներառնանքի Բական Պարսյան քրեական ազգի երկրորդի առաջին մասի հատկանիշները սպասելու անաշնորհ կառուցում ինստիտուտային երկուշուն ներկայացրեց կազմակերպչական հարաբերություններով ինստիտուտարան քննություն զեկուցել օգտվում Պատվարժան դատարան դատական նիստի ներկայացան հանրային մեղադրող Չեթովոսյանը մեղադրելի շահերի պաշտպան համարավարդացները եւ մեղադրել հարցերը Շնորհակալություն կողմերի ներկայացումը հաշվի առնելով դատարանը անցնում է առաջ արձանագրելով որ նախորդ հաստատության կայացած դատական նիստը ընդգրկվել է գործիքնություն նախնական դատարանությունների փուլում մասնավորապես մեղադրյալի կողմից համաձայնեցման վարույթի արելու միջնորդության հարցի շրջանակներում նաև դատարանը բավարարելով միջնորդությունը կայացրել է վերջին շահերի պաշտպանության համար հանրային պաշտպանության գրավելու մասին որոշում եւ գործի ինտերնետում ստացվել է եւ առկա է հանրային պաշտպանության գրասենյակի ղեկավարի համապատասխան որոշումը, որով գործով մեղադրյալի պաշտպանությունը հանրային պաշտպանության գրասենյակում հանձնարարվել է Հանրապետ Բաղդասարյանին։ Արգելի պաշտպան խնդրում եք գնալ Հայաստանի Հանրապետության Վասալամների պալատի հանրային պաշտպանության գրասենյակի փաստաբան Հանրապետ Բաղդասարյան ակունագի հանձնարարվեց գրասենյակի ղեկավարի 18-2020 թվականին 11-20 ավորոշման վարկանացային պաշտպանություն հանձնարարվել Շնորհակալություն, արգելի պաշտպան կասեք էլեկտրոնային եղանակով ձեզ ուղարկվել են գործընկերները, ձեզ ասի եղել են դրա։ Այո, պաշտպանական ծանոթում կարող են շարունակել։ Շնորհակալություն, նշեմ, որ կողմերը քաղաքի երկրում կհավան նշված որոշումը հանրային պաշտպանության գրասենյակի ղեկավարի դատարանի միջնորդել եւ ստանալ պատժենը Մեղադրյալ խնդրեմ կրաններ, կասեք դուք ցանկանում եք, որ ձեր շահերը այս գործը պաշտպանի պատասխանատվորը կազմակերպել։ Շատ նստեք խնդրեմ։ Հաշվի առնելով դատարանության մասնակցի ներգրավման հանգամանքը, դատարանը առաջարկում է կողմերին հայտնել կարծիք, թե բացակի հարցը արդեն քննվել է այս գործով, եթե արգելի պաշտպանը ներգրավման պայմանավորված կողմերը բացակի հիմքեր են տեսնում, դատարանի կամ դատարանության որևէ մասնակցի դեմ կարող են հայտնել։ Այդպիսի անհրաժեշտություն դիտարկվում է։ Չկա անհրաժեշտություն, Շատ է, դատարանը ևս բացակի ինքնաբացակի հարցը վերանայելու ինքեր չի տեսնում, եւ հարցը լուծված համարելով անցնում առաջ։ Նախորդ նիստը ըստ էության հետաձգվել էր մեղադրյալի, ինչպես նշեցի, համաձայնության վարույթի արարելու միջնորդության առնչությամբ արգելի պաշտպան խնդրեմ որ հանդես կգա դուք եք մեղադրյալը երկրորոշում կա այդ հարցի մասին։ Այո, պատվարժան դատարան մեղադրյալին բացատրվել է համաձայնության հատուկ կարգի կիրառման հիմքերի եւ հետևանքները վերջինս ցանկություն է հայտնել որպեսզի վերաբերյալ քննող քրեական վարույթը քննվի համաձայնեցման վարույթի հատուկ կարգի կիրառման ինչի վերաբերյալ այս պահին ներկայացվել է։ Շատ շնորհակալություն մեղադրյալ խնդրեմ Դուք միանում եք ձեր պաշտպանի կասեք ձեր ժամանակը բավարար եղել է որպեսզի խորհրդացեք ձեր պաշտպանի հետ եւ պատկերացնեք համաձայնության վարույթի դատարանական նշանակությունը Ընտրում ինչը վերջ եւ շատ լսել որտեղ այս թվարկում են որոշ հատկանիշներ Դրա նշանակությունը իմաստերությունը ինչպես նաեւ դրացած շատ կարող է իրավական հետևանքները եւ այդ թվում որպես իրավական հետևանք նկատի է առնում որ հետագայում դուք չեք կարողանալու խնդրեմ դրություն հետագայում նաև չեք կարողանալու բողոքարկել դատավճիռ ամբողջ մասով, այդ թվում պատժի արդարացիության վերաբերյալ, քանի որ դուք երկեր համաձայնության եք տալիս եւ դատարանների միջնորդությունը հիմնավոր համարի, հետագայում ինքնասարի նաև պատժի մասով դուք բողոքարկելու իրավունք չեք ունենալ։ Դա ևս գիտակցություն է։ Լավ, խնդրեմ առայժմ նստել, արգելի դատախազ ձեզ դիտարկում հրապարակել մեղադրանքի բովանդակությունը Շնորհակալություն Վարդան Արարվանշի վասումը մեղադրվում միայն մասնակից դատարանման համար, որն է 2020 թվականի հունիսի 15-ին ժամը 11:30-ի սահմաններում Կոտայքի մարզի Բյուրեղան քաղաքի Զորավար անձանքի փողոցում կենտրոնի նկատմամբ դաժան վերաբերմունք է ցուցաբերել, մասնավորապես իր կողմից վարվող
Opel Magnus 37 կամերեն MS 84 հասարան հավանշի ավտոմեքենայից կապել է թափառական շանը և քարշ տալով տարի կենտրոնում, այդ և թափառական շան նկատմամբ այլ դաժան վերաբերվում կիրառել և պատճառել վնասվածքներ, որոնք դրսևորվել են շանի 4 հատիկի քերծվածքների և երկրի ձևով։ Այսինքն Վարդան Վարդյանը կատարել է անցան նախատեսված քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի առաջին իմաստով։ Շնորհակալություն նվիրել դեպքերն նորից ողջի տանը։ Հրապարակվեց ձեզ ներկայացրած նվիրալի ամուսնություն։ Կասեք ընդունում եք դա։ Ոչ։ Շատ լավ։ Կասեք չեմ ընդունում։ Ուղղակի չի դնում շարունակությունը դաժանատելու իմ կարծիքով դաժան չի եղել իմ ցուցմունքին նշվել է ինչ պատճառով նշանակարգեք գազանշներից այնուհետև ես ինձ տարել եմ առաջորդություն իմ բակում եմ ցույց տվել այդ մասը չի շիշտ այսինքն եթե ես դաժանակրել եմ արվիկատար եթե ես դաժան վերաբերում տարի բնականաբար ես շան չի կամ իմ հայաց առաջին վերջնական օգնություն ցույց տվել հասկացած շատ լավ հիմա ես մի փոքր մանրամասն թե իրավաբանական տեսանկյունից որ ես հասկանում եմ դեպքի չեթքան բան է լավ բանալերքում խնդրում լսել դատարանի տարածաբանում կամ եք խնդրել ես ձեզ եմ դիմում բանալը դուք միջնորդել եք համաձայնության վարույթ որքան էլ որ վստահ եք որ հասկանում եք բայց այստեղ մի հակասություն կա համաձայնության վարույթ միջնորդել դատարանը նշանակում է որ մեղադրյալը ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը բայց դուք փաստացի հակադրվում եք որոշ փաստերի դրա հիմա պետք է հստակեցնել հիմա ես կհստակեցնեմ տեսեք թե ինչն է պետք է հստակեցնել կարող եք նաև դուք պաշտպանել որ փակցել դատարանը դավար հարցնալու ժամանակ կտրոնի կարելի պետք է հստակեցնել ի վերջո համաձայնություն վարույթ միջնորդում եք թե ոչ եւ ի վերջո ձեզ առաջադրված մեղադրանքը ամբողջությամբ առանց վերաբանումների ընդունում եք թե ոչ կարիք ունեք օգտագործելու Տիկին Բաղդասարյանի հետագայում ոչ ես ինչպես ինձ հակապաշտպանի կողմից հայտարարվեց համաձայնությունը ես կողմ եմ ուղղակի Հայաստանի Հանրապետության օրենսգրքով դաժանություն դաժանություն չէ որ ես չեմ կարող օրենսգրքի հետքերը ես չեմ կարող հակասել կամ վիճաբանել դրա համար ես ընդունում եմ մեղադրանքը ամբողջությամբ քանի որ իմ կարծիքով շատ դաժանություն չի եղել բայց քանի որ բացառապես նախատեսում այդպես լավ հասկանալի է տեսեք դատարանը արդարադատությունը չի իրականացնում ձևական եւ պետք է արձանագրել իրական էությունները երևույթները հիմա ես պետք է մանրամասն եւ հակիրճ սղանցիկ արձանագրելով ես ձեզ ուզում բարձրացնել որ առաջ չեմ անցնել դատարանը պետք է վստահ լինի որ մեղադրյալը ընդունում է մեղադրանքը կամ ոչ հիմա հետեւյալն ընդգծելու համար ես բարձրացնում եմ դուք նվիրվում եք քրեական հանցագործության մեջ հիմա անկախ նրանից թե հանցագործության նկարագրության մասին ինչպիսի մեկնաբանություններ ունենալու Արգելի դատախազը մեղադրանքի որոշման գտնում է, որ դուք կատարել եք հանցագործություն, որը արտահայտվել է անկետ, որպեսզի չկրկնեմ սիդը, ինչպես արդեն հրապարակեց բառացի ճշգրտություն։ Եթե դուք որևէ փաստի մասին ունեք վերաբանում, դրանք կարող են էական լինել, եւ դատարանը կարող է ունենալ տպավորություն, որ դուք չեք ընդունում։ Հիմա հետաքրքիրն է դատարանը։ Կասեք ինչպես գրված է, այդ թվում ես մեջբերեմ ձեր կարողած բառը եւ ձևակերպումը վերաբերում ասելով մեջբերում այդ կերպ տապարական շան նկատմամբ այլ դաժան վերաբերմունք կիրառել եւ պատճառել վնասվածքներ մեջբերման ավար այդ թվում այս հանգամանքը ընդունում եք թե վիճակում եք եւ պետք է ապացույցները հետազոտելով ընդհանուր կարգով գործը քննենք տեսնենք դուք արդար եք քննելով այս երկու տարբերակն է այս բանը ընդունում եք թե չէ ընդունում ասեք շատ լավ դատարանը արձանագրեց եւ վստահ է որ իր մանրամասն բարձրացումից հետո մեղադրյալի որոշումը նրա կողմից դիտարկված է եթե կողմերը այլ տպավորություն ունեն քննեն եթե ոչ անցնեն շատ լավ հաջորդ հարցերը միջնորդության վերաբերյալ մեղադրել հետեւյալն է ասեք դուք
Ձեր կամքով եք այս միջնորդությունը հարուցում, թե որ մեկը ազդել է ձեր կամքի վրա, համոզելով, խնդրելով, հարգարելով եւ կամ այլ միջոցով։ Չէ, իմ կամքով կարևորում եք կենթանի եսուրը։ Հասկացա։ Ձեր կամքն է եւ ձեր կամքով միջնորդել եք համոզության վրա։ Լավ։ Քանչան կարող եք նստել։ Արգեն դատախազ համաձայնության վարորդի վերաբերյալ ինչի դիրքորոշում է։ Չեմ արարական։ Արգենի պաշտպան վերացնում եք։ Նեղաջատ դուք վերացնում եք։ Ոչ։ Աստեղ խնդրեմ, դատարանը լսելով նեղաջատի միջնորդությունը, հաշվի առնելով, որ նրան ներսագրվող հանցանքի ծանրության աստիճանը թույլ է տալիս կիրառել համաձայնության վարույթ, բացի այդ նեղաջատի պաշտպան քննարկել է համաձայնության վարույթի առանձնահատկությունները եւ իրավական հետևանքները, դրանք ամբողջությամբ գիտակցում են, բացի այդ միջնորդությունը հարցրել իր կողմով, ընդունում է իրեն առաջադրված նեղաձանքն ամբողջությամբ, նեղադրող դատախազը չի հարցրել միջնորդության դեմ, ինչպես նաեւ վարույթով բացակայում են համաձայնության վարույթ կիրառելու համար արգելք հանդիսացող հանգամանքների մասին տեղեկություններ, ուստի դատարանը որոշում միջնորդությունը բավարար եւ վարույթ իրականացնել համաձայնեցման կարգով, պարզաբանելով տուգմերին, որ դատարանը զերծ ունենալու ապացույցների հետազոտումից, այդ թվում փաստաթղթային ապացույցների եւ արձակագրությունների եւ այլն։ Ըստ դատարանական կարգի դատարանը պետք է կողմերին ժամանակ տրամադրի պատժի եւ վերաբերյալ այլ հարցերի մասով բանակցելու եւ համաձայնության գալու արդյունքում համաձայնության արձանագրությունը դատարանը տրամադրելու համար։ Արգելի կողմեր հնարավոր է, որ փաստացի դուք արդեն ունեք համաձայնություն եւ կարող եք ժամանակ չկորցնել այսօր հանգուցալուծել դատարանությունը, թե ժամանակ է պետք։ Արգելի պաշտպան դուք եք ասել։ Դուք արձանագրությունը կազմել տեխնիկական առումով ժամանակ ենթադրում է, բայց նա չեք քննարկել։ Դատարանը հաշվի առնելով դատարանական համապատասխան կարգավորումները Առայն որ համաձայնության վարույթի կիրառելու դեպքում կողմերին տրամադրում է բանակցության առավելագույնը մեկնանշյալ ժամկետ, խնդրեմ կողմերին հայտնել, որքան ժամանակը բավարար կլինի բանակցելու համար։ Եթե հերթական հաջորդիցը նշանակենք, որ բնականաբար կլինի մեկնանշյալ ժամկետի մեջ ունենանք, արդյունավետ հնարավորություն։ Այն դեպքում օրը որոշենք Նոյեմբերի 11-ին քննարկեցնում եք։ Ժամը 12:00։ Իսկ նույնպես։ Երկրորդ կեսին հնարավոր է։ Շատ լավ։ Դեպքում հաջորդ օրը Ալանանդական ասոցի կանսերեկի դիսկաունտը դասը քինարանը ասի 14-ին Այստեղ կանի հնարավորություն, եթե նոյեմբերի 6-ին ժամը 3-ին կողմերը կարող են ավելի ուշ չքննարկեն։ Համաձայնության վերաբերյալ բանակցությունների համար ժամանակ տրամադրելու հիմքով եւ հաջորդ դատականից նշանակեցին թվականի նոյեմբերի 14-ին ժամը 14:00։ Դատականիստը հայտարարում են փակված։